Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր մարտի 24 Բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատի ձեզ և կպահի անչարիցը։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3:3 խոսք։ Մարդիկ հաճախ նույնքան զուրկ են բանականությունից, որքան հավատքից։ Մեր մեջ դեռ կան անբանական և չար մարդիկ, անիմաստ է վիճել կամ խաղաղություն որոնել նրանց հետ։ Նրանք սրտով կեղծ են և խոսքերով խաբեբա։ Ապա ինչ անել։ Միթե կարիք կա մտահոգվելու նրանց առումով։ Ոչ, դիմենք միայն Տիրոջը, քանզի նա է հավատարիմ։ Նրա խոսքից ոչ մի խոստում երբեք չի խախտվի։ Նա ոչ անհիմն է իր պահանջներում մեր հանդեպ, ոչ էլ անհավատարիմ մեր ապավինության հանդեպ։ Մենք հավատարիմ Աստված ունենք, և թող սա մեր ուրախությունը լինի։ Նա կհաստատի մեզ, որպեսզի չար մարդիկ չկարողանան տապալել մեզ, և կպահպանի մեզ, որպեսզի այն բոլոր աղետները, որ այժմ հարձակվում են մեզ վրա, իրական վնաս չհասցնեն մեզ։ Ինչ մեծ օրհնություն է մեզ համար, որ հարկ չունենք մարդկանց հետ պայքարելու, այլ մեզ տրված է ապաստան գտնել Տեր Հիսուսում, ով ճշմարիտ կերպով համակրում է մեզ։ Կա մեկ ճշմարիտ սիրտ, մեկ հավատարիմ միտք, մեկ անսպառ սեր։ Ուրեմն եկեք հանգստանանք նրա մեջ։ Տերը կիրականացնի իր շնորհի ծրագիրը մեզ, իր ծառաների հանդեպ, և մենք չպետք է թույլ տանք, որ վախի ստվերը ընկնի մեր հոգիների վրա։ Ոչ մարդկանց, ոչ դևերի արած որևէ բան չի կարող մեզ զրկել աստվածային պաշտպանության և խնամքի լիությունից։ Թող որ մեր այսօրվա աղոթքը լինի, որ Տերը մեզ հաստատի և պահպանի։